Դուք ձեր հարցին համ հարցնում եք, համ ուղղորդում եք։ Չէ, ուսանալ դուք ինչ եք կարծում։ Ես կարծում եմ, որ այն ովքեր որ կարծում են, որ մտածում են կամ արտահայտում են, որ արդեն բացահայտված է, ուրեմն դրանց մեջ էլ փնտրեք շահեկան մարդկանց, ովքեր որ կարծում են, որ ամբողջովին բացահայտված է, որ այդ 5-ն էին արկածախնդիր, այսինքն իրանց էլ հարցրեք, թե ինչ են այդպես մտածում, որովհետև իրանց է ձեռ տալի երևի թե որ չբացահայտվի վերջնականապես պատվիրատուների առումով կամ ոչ միայն այս 5, այլ բազում մարդիկ, որոնք որ կապ են ունեցել հոկտեմբեր 27-ի հետ։ Այնպես որ միայն այս 5-ը չեն, եւ դրանում ավելի քան համոզված եմ, քանզի կարծում եմ, որ ստահակը ասելիք ունի եւ բարձրաձայն կարող եմ այսօր ասել, որ նույնիսկ այն ժամանակ, երբ որ ես ազգային անվտանգության մեկուսարանում էի, այս ստորը նաեւ կարողանում էր մեզ, այսպես ասած, նամակ, որը որ նամակա կոչվում, բայց կոչվում է կալանավայրի լեզվով քսիֆ ասածը, նա բոլոր կամերները կամ տեղեր ուղարկում էր քսիֆներ, որ ինքը ասելիք ունի, թե ինչի չբացահայտվեց, ինչի չուղարկեցին, ինչ էին իրան արգելել խոսելու, չգիտեմ։ Այդ դրա համար եմ ասում, ինչի են արգելում մարդուն արտահայտվելու, մարդ ասել է մի քիչ ավելի մեղմա, նա մարդ չի։ Այնպես որ ինքը ասելիք ունի։ Եթե ասելիք ունի, ուրեմն ինչ-որ բան ուզում ասել, ուրիշ հարցա թե ինչ մանևրներ է ուզում անի այսօրվա իշխանության պարագայում, որ այսօրվա իշխանություններն ավելի մարդասեր են, ավելի ազատ են, անկախ են, մտածում եմ, որ կարող է 20 տարի հետո հանկարծ իրան ներում շրջանալ, որը ինքի երբեք իր դիմում հետ կապված։ Մտածում եմ, որ նոր իրավիճակ է եւ մարդիկ շատ-շատերը, որոնք որ նաեւ այսօրվա դրությամբ ներում են ստացել կամ կարող են ստանալ կամ մտածում են նաեւ գիտեք ինչ համեմատում համեմատել Սասնա-Ծռերի հետ, իմ կարծիքն է դա, սուգուբի իմ կարծիքն է, որ եթե Սասնա-Ծռերին կարող են ներողություն, իրան ինչու ոչ։ Սրանք տարբեր բաներ են, տարբեր տեսանկյունից ամեն մեկն իր յուրովի կարծիքն ունի։ Այդպես երկրորդ չեմ կարծում, որ ինքը շատ մեծ քարտեր կբացի, բայց նաև ուզում եմ մանևր անել այս պահի վրա ու ցույց տալ։ Չնայած Արման Բաբաջանյանի հանդիպումից հետո ինչքան ես հասկացա, նա դեռ կարծում է, որ ինքը փրկիչ է։ Եթե այսինքն չի փոշմանել։ Եթե չի փոշմանել, ուրեմն նա ասելու բան չունի, նա ուզում է հերոստրատի նման այրելով տաճարը հերոսանա եւ մնա պատմության մեջ։ Բաներ կա, որ չեմ կարող բարձրաձայնել։ Այնպես որ նա դեռ վաղուց ասելիք ուներ, ես ասում 2003 թվականին նա ոնց էր ուղարկում այդ նամակները, նա գցում էր երևի հերոստատեսությամբ հերոստացույց ունի կլսի հիմի ինքը։ Այդ Պրագուլիշնի կոչվածը, որտեղ որ կանում են մաքուջոթի, ինքը փոքրիկ շարիկներ սարքած նամակները գցում էր տարբեր ուրեմն բաների մեջ, այդ Պրագուլիշների տեղում եւ 1-2 անգամ ինձ հանդիպել է գետնին ընկած կամ ընկնելուց զգացել եմ, որ ինչ-որ բան վերցրել եմ, տեսել եմ նամակ, որ խնդրում եմ օգնեք ինձ, ես ասելիք ունեմ, ինձ արգելում են խոսելու։ Դեռ այն ժամանակվանից սրան լրացնում էին։ Այս է իմ մտածմունքը, որ նա ասելիք ունի դեռ, բայց դե ինչ կասի, դա արդեն բան է։